Բանավոր պայմանավորվածությունը իմաստ չունի։ Միայն գրավոր, ու եթե կարևոր պայմանավորվածություն է, ստիպում եմ, որ դիմացինս գրավոր տեքստի տակ ձեռագիր գրի, որ ես կարդացել եմ, հասկացել եմ, համաձայն եմ պայմանների հետ, համաձայն եմ հետևանքների հետ։ Ես չեմ կարողանում հասկանամ, ոնց են մարդիկ բիզնես հարաբերությունների մեջ մտնում բանավոր օդի մեջ խոսելով, որովհետև անցնում է մի երկու ամիս, մարդիկ սկի չեն էլ հիշում ինչ են պայմանավորվել։ Էլ ուր մնաց, որ այդ պայմանավորվածությունները հարգեն։ Գրավոր չպայմանավորվելու արդյունքում գալիս է մի պահ, երբ որ կողմերից ամեն մեկը լիակատար տարբեր պատկերացում ունենում իրականության մասին, ամեն մեկը իրականությունը ընկալում է այնպես, ինչպես իրանա ձեռնտու, եւ վեճն ու կռիվը պատրաստ է։ Գրավոր պայմանավորվածությամբ ես նույնպես չեմ սահմանափակվում։ Անպայման մի քանի հարց եմ տալիս, որ հասկանամ դիմացինս իրոք հասկացել է ինչ, այդ տեքստը հասկացել է ինչի մասին ենք մենք խոսել, ինչ ենք պայմանավորվել, թե չի հասկացել։ Որ մարդիկ տեքստ կարդալ, հասկանալ, հայերեն, հոդաբաշխ խոսք, կազմել էլ չգիտեն, հասկանալ էլ չգիտեն։ Սա մեծ խնդիր է։ Բանավոր պայմանավորվում եմ միայն եթե մի փոքր հարց է։ Ասենք ինչ որ մի հանդիպում է, բնականաբար հանդիպման գալ չգալու մասին բանավոր ենք պայմանավորվում։ Բայց անպայման հանդիպումից 24 ժամ առաջ զանգում ճշտում եմ, ասում եմ հաստատ պայմանավորությունը ուժի մեջ է, թե չէ։ Սա ահռելի ժամանակ է խնայում։ Մարդիկ մոռանում են պայմանավորության մասին։ Իրենց մոտ չեն գրանցում։ Պարզվում է, որ զանգում ես, ասում է վայ, ասում է վաղը չորեքշաբթի է, ես էլ մտածում եմ երեքշաբթի է, օրինակ։ Կամ վայ, այս չորեքշաբթի ենք պայմանավորվել, բայց էլ մտածում եմ մյուս չորեքշաբթի ենք պայմանավորվել։ Հիմա ամենակարևորը, որևէ պայմանավորվածություն կոպեկի արժեք չունի, եթե չունես լծակ, որ դիմացինին ստիպես կրել հետևանքներ պայմանավորվածությունը խախտելու համար։ Սիրելի բարեկամներ, եթե մարդը պայմանավորվածությունը, թեկուզ գրավոր, թեկուզ բանավոր, կարող է խախտել եւ հետևանքներ չկրել, ապա այդ պայմանավորվածությունը կոպեկի արժեք չունի։ Որոնք են հետևանքները։ Ժամանակի կորուստ, փողի կորուստ, անունի կորուստ, որևէ շահից զրկում, որևէ բոնուսից զրկում եւ այլն եւ այլն։ Մարդը պիտի իմանա, որ եթե չի հարգում պայմանավորվածությունը, ավտոմատաբար, ոչ թե որպես պատիժ, այլ ավտոմատաբար առանց որևէ այլ միջամտության ինքը կորուստ է ունենում։ Սա միակ ձևն է, որ մարդկանց դու ստիպես հարգեն պայմանավորվածությունը։ Չեն հարգում։ Համատարած անպատասխանատվություն է։ Եվ վերջում ես ինձ արգելել եմ որևէ բան պայմանավորվել որևէ մեկի հետ առանց դիմացինին շահագրգռելու։ Վերեմ մի պարզ օրինակ։ Մարդը ծառայություն է մատուցում։ Ասում է ծառայությունս արժի, ասենք 100,000 դրամ։ Ինչ եմ ես ասում եմ քո ծառայության համար ես կվճարեմ 110,000 դրամ։ Եթե ծառայությունը անես ժամանակին, որակով, առանց խնդիրներ ստեղծելու, եւ կվճարեմ 90,000 դրամ, եթե ժամանակից թեկուզ մի օր ուշանաս, թեկուզ մի բան անորակ լինի, թեկուզ մի խնդիր դու ստեղծես։ Թեկուզ անորակ լինի, հետո որակը շտկես։ Մարդուն, երբ որ դու շահագրգռում ես, մարդը, նույն որակի մասնագետը բոլորովին այլ մոտիվացիայով է սկսում աշխատել։ Եվ ի դեպ թե հաջողակ պետությունները, թե հաջողակ ընկերությունները անհաջողակներից հիմնականում տարբերվում են դրանով, թե շարքային մարդիկ ինչ շահագրգռություն ունեն իրենց գործը լավ անելու համար։ Օրինակ Հայաստանում ինչու կրթություն չկա, որովհետև չկա համակարգ, որտեղ ուսուցիչը, որը պիտի աշակերտին սովորացնի որևէ հմտություն, շահագրգռված լինի դառնալու ավելի լավը։ Չկա այդպիսի համակարգ։ Ահա մի քանի դետալ, որը ձեզ կօգնի ահռելի ժամանակ խնայել եւ պայմանավորվածության գալ ստիպելով դիմացինին կատարել իր պարտականությունները։